2021 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ֆենոմենալ ընտրություն։ Պատերազմում պարտված իշխանությունը կարողացավ վստահորեն հաղթել խորհրդարանական ընտրություններում։ Սա իրոք այս երևույթը պետք է հասկանալ, թե որն է դրա պատճառները։ Իսկ պատճառները պետք է հասկանալ առաջի հերթին դրա համար, թե ինչ անել հիմա, որտեղ մենք տեսնում ենք, որ հանրության մի զգալի հատված իշխանության փոփոխություն է պահանջում եւ կառավարության կուրսը ուզում է փոխվել, սակայն չկա մի ընդդիմություն, որը հանրության վստահությունը վայելի։ Ես ուզում եմ շեշտը դնել վստահություն բառի վրա, որտեղ այն երկրներն են կայանում, որտեղ վստահության ինդեքսը կամ ցուցիչը բարձր է եւ հանրությունը վստահում է իր քաղաքական համակարգին, հանրության անդամները վստահում են միմյանց եւ այդ վստահության հիմքի վրա երկիրը կարողանում է զարգանալ եւ գնալ լուրջ ռեֆորմների, որի պահանջը այսօր Հայաստանում շատ մեծ է։ Ինչի Հայաստանում չկա վստահություն պետության հանդեպ, քաղաքական կուսակցությունների հանդեպ, մարդկանց միջև, եթե լինենք անկեղծ, մարդիկ միմյանց չեն վստահում։ Եվ այդ անվստահությունը բերում է այն ճահիճին եւ արժեքային համակարգում, եւ քաղաքական կյանքում, եւ սոցիալական կյանքում, որը թույլ չի տալի մեզ առաջ գնալ, եւ որի պատճառով չի առաջանում մի քաղաքական ուժ, որը հանրության վստահությունը վայելի եւ որի արդյունքում տեղի ունենան ինչ-որ փոփոխություններ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի այդ վստահության ճգնաժամ գոյություն ունի Հայաստանում։ Ընդունված է համարել, որ ցանկացած պետության հիմքում իր առաջանալու պահից լինում է մի կոլեկտիվ հանցագործություն, եւ այդ կոլեկտիվ հանցագործության վրա ձևավորվում են պետական ինստիտուտներ։ Որն էր այն կոլեկտիվ հանցագործությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում 90-ական թվականներից, երբ որ անկախ հայկական պետություն ձևավորվեց եւ սկսեց նոր քաղաքական ինստիտուտներ ստեղծվել։ Ուրեմն, երբ որ կա համազգային կամ պետական սեփականություն եւ պետք է երկիրը փոփոխությունների գնա շուկայական հարաբերությունների, բնականաբար այդ համազգային ունեցվածքը պետք է սեփականաշնորհվի ինչ-որ մարդկանց կողմից եւ բնականաբար դա չի կարող լինել արդար։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրներին, որոնք խորհրդային կամ սովետական ճամբարից կարողացան դառնալ ինքնուրույն։ Սակայն տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ անցան, մենք կենտրոնանանք Հայաստանի վրա։ Ուրեմն ես հիշում եմ 90-ական թվականներին 2 թե 3 թվականին հայոց համազգային շարժման համագումարում այն ժամանակվա քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ։ Ուրեմն ելույթ ունեցավ կուսակցության ղեկավար Վանո Սիրադեղյանը։ Ես հիմա բառացի մեջբերումներ չեմ անի ըստ հիշողության, բայց բովանդակությունը բավականին հստակ էր։ Ինքը ասում էր, այ նայեք, այսպես ծանր իրավիճակում Արցախում պատերազմական գործողություններ են, մենք եկել ենք անկախ պետություն ենք հռչակել, հիմա ծանրագույն ռեֆորմներ պետք է իրականացնենք, շուկայական հարաբերություններ ստեղծենք, բնականաբար մարդիկ վատ են ապրելու, բնականաբար դժգոհելու են մեզանից, եւ արդյունքում այդ հին սովետական նոմենկլատուրան, որոնց մեջ էին նաև կարմիր տնօրենները գործարանների, որոնք լավ տիրապետում են այդ ոլորտը եւ ինչ-որ գումարներ ունեն, ըստ Վանո Սիրադեղյանի խոսքերի ինքը օգտագործեց պահեստապետներ բառը։ Իրանք այդ սեփականաշնորհումը կիրականացնեն, հաջորդ փուլում այդ սեփականությունը կամ կապիտալը կդառնա քաղաքական կապիտալ եւ իրենք կվերադառնան իշխանության, իսկ մենք ազնիվ այս տղաներով եւ աղջիկներով, որ այդ ամեն ինչ արել ենք, մենք դուրս ենք մնալու իշխանությունից եւ քանի որ մենք այդ արժեքներ կրողներն են, մենք պետք է դա թույլ չտանք։ Այսինքն այդ սեփականաշնորհման գործընթացը պետք է մենք իրականացնենք, բայց մենք չունենք այդ գումարները, չունենք այդ ունակությունները, նոր ենք սովորում եւ պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչը կատարվելու է այլ եղանակով, ճակերտներով, ոչ արդար եղանակով։
Եվ դա տեղի ունեցավ, այսինքն նոր վերնախավ սկսվեց ձևավորել եւ տնտեսական եւ քաղաքական, եւ որի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ կեղծել ընտրությունները։ Ուրեմն ընտրությունները սկսեցին կեղծվել 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, 96 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մարդիկ լցվեցին փողոցում, համարելով ընտրությունները կեղծվել են, եւ տարիներ հետո Վանո Սիրադեղյանը մարդու ժամանակը հաղորդաշարի ժամանակ ուղղակիորեն ասեց, այո, 96 թվականին ընտրությունները կեղծվել են, մենք խոսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ արդյոք ինքը պատրաստ է երկրորդ փուլ գնալ, ինքը ասեց պատրաստ չէ։ Այսինքն ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշում ընտրությունները ինչպես են անցել, այլ երկրի նախագահը։ Եվ որի արդյունքում եւ նաեւ պահանջեց Վանո Սիրադեղյանի խոսքերի, որ երկրապահը քաղաքականանա։ Եվ երկրապահը քաղաքականացավ։ Նորից եմ կրկնում, ըստ Վանո Սիրադեղյանի խոսքերով։ Եվ պետությունը գնաց այդ ուղղությամբ եւ սեփականությունը եւ քաղաքական իշխանությունը սերտաճել էին եւ այդ սեփականությունը, որ հանրությունը համարում է ոչ արդար, պահելու համար պետք է ունենալ քաղաքական իշխանություն։ Իսկ քաղաքական իշխանությունը պետք է այդ վերաբաշխման գործընթացը իրականացնի, թույլ տա, ով խոշոր սեփականատեր դառնա, ով չդառնա, եւ ընտրությունների ժամանակ նաեւ բաժանվում են քաղաքներ, գյուղեր, ով քաղաքապետ դառնա, ով գյուղապետ դառնա, ով տնտեսության որ ոլորտը վերահսկի, ներկրումներ, արտահանում եւ այլն, այս տեղի ունեցավ այն գործընթացը, որ հանրությունը չի ճանաչում սեփականության լեգիտիմությունը, իսկ ընդդիմությունը միշտ խաղում է թելերի վրա, ասում է, որ ահա, տեսեք, այդ թալանչիները եկել են, մեր ազգային հարստությունը սեփականաշնորհել են, մենք ժամանակ չունենք եւ պետք է իշխանափոխություն իրականացնենք։ Սա Հայաստանի այն քաղաքական եւ տնտեսական համակարգն էր, որը 2018 թվականին ինչ որ մարդիկ փողոցից եղած այդ դաշահարկելով եւ նաեւ ըստ էության հենվելով արտաքին ուժերի վրա կարողացան իշխանությունը վերցնել, որի արդյունքում շարունակվում է այդ անվստահության մթնոլորտը, որտեղ մարդիկ տեսնելով ինչ որ այս նոր ուժերը եկան այդ կարգախոսներով, արդարության եւ այլն, ոչ պետական ինստիտուտների փոփոխություն տեղի ունեցավ, ոչ էլ արդարություն երկրում կա։ Եվ հիմա այդ պահանջը, այդ Արցախում տեղի ունեցած ողբերգության պատճառով մարդիկ ասում են, որն է այն ուժը, որը կգա եւ այդ իշխանափոխությունը կիրականացնի։ Սակայն ովքեր էլ որ փորձում են ներկայանալ որպես նոր ուժ, չկա հանրային վստահություն։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն եւ հանրության մի զգալի հատվածի այդ պահանջը դառնա իրականություն, ապա այդ ուժը պետք է գնա իրոք ռեֆորմների, իրոք այդ հարցերի պատասխանը տա եւ նաեւ իրենց քաղաքական ուժը որակապես տարբերվի նախկինում եղած քաղաքական ուժերից, որտեղ իշխանության են գալի միշտ ինչ-որ կուսակցություն, սակայն ըստ նախկին ավանդույթների կուսակցության մեջ առաջանում են մարդիկ, որոնք վերահսկում են այդ կուսակցությունը, ներկուսակցական որոշումների ընդունման այդ մեխանիզմները գոյություն չունեն, ընտրական ցուցակների կազմակերպման մեխանիզմները օրինական գոյություն չունեն, ինչպես նոր հիմա մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում, երբ որ ամեն մի նահանգում տարբեր կուսակցության ներկայացուցիչներ ծրագրերով հանդես են գալի, այլ նահանգ առ նահանգ տեղի են ունենում քվեարկություններ, որից հետո արդեն ամեն կուսակցություն իր տեխնացուն է ունենում համապետական ընտրությունների ժամանակ։ Համար մեկ խնդիրը, որը պետք է իրականացնի իշխանության հայտ ներկայացրած նոր ուժը, դա վստահության վերականգնելն է եւ կարողանալ ստանալ այդ վստահությունը հանրության կողմից։ Իսկ դրա համար մի քանի քայլեր պետք է արվեն, որպեսզի հանրությունը
վստահի եւ աջակցի այդ իշխանության փոփոխությանը։ Դա առաջի հերթին տնտեսությունը եւ իշխանությունը պետք է միմյանցից տարանջատվեն, իսկ դրա համար պետք է որ հանրությունը ընդունի, որ այսուհետ ինչ-որ գործողություններից հետո բոլոր տնտեսվարողները պետք է գործեն օրենքի սահմաններում եւ իրենց ունեցվածքը պետք է լինի անձեռնմխելի, դրանից նրանք ազատվեն իշխանության վերահսկողությունից եւ երկրորդը կուսակցությունների մեջ պետք է ռեֆորմներ տեղի ունենան եւ ընտրացուցակները եւ որոշումների կայացումները պետք է բոլոր կուսակցականների կողմից լինի, որպեսզի այդ ներկուսակցական ժողովրդավարության պայմաններում ապագայում այնպիսի իշխանություն չձևավորվի, որը եղել է մինչև 18 թվականը եւ 18 թվականից հետո։